մանկապատանեկան խմբակը բերել է մի օրակարգ, որտեղ ներառված է 25 հարց, 25 հարցից ընդամենը 2-ն է զեկուցվող։ Եվ սրանք խոսում են ժողովրդավարությունից, չգիտեմ, ուր են գնում, ուր են գալիս, ինչ են անում, այս ժողովրդավարներն են, որ ոչ մի հարց չի զեկուցվում, այս մեկ։ Այսինքն այս նիստը նրա համար է, որպեսզի չզեկուցվեն հարցերը, ուղղակի դնեն, անցկացնեն։ Հիմա երկրորդ հարցը։ Ուրեմն այս մանկապատանեկան թերուս խմբակի ղեկավարը, թերուս, որովհետև բարձրագույն կրթության դիպլոմ չունի մարդը, բայց նաև ընդունել է, որ տարիներ շարունակ մնացել է նույն դասարանում, յաթ հիմնել է նույն դասարանում մտածել, այսինքն տգետ, անգրագետ, բայց դեռ ավելին, անբարոյականների խմբակի ղեկավարը գնաց նոյեմբերի 9-ին 2020 թվականին ստորագրեց մի րոպե հանձնելու վերաբերյալ տիկին Փոստանջան երիտասարդի ցեղասպանության որովհետև դուք կոռեկտության սահմանները անցնում եք այդ ամբիոնը նրա համար այսինքն այն ինչը որ ես ասում եմ այսինքն այն ինչը որ դուք լսեցիք հենց նոր Տիկին Փոստանջան, դուք չեք էլ նկատում, որ հատվածում եք անցնում, որ հատվածում եք այդ սահմանը անցնում։ Ձեզ թվում է, որ ամբողջ քաղաքապետարանները սահմանները անցել են։ Տիկին Փոստանջան, գիտեք, այն որ դատվելու ենք, դա կարակ ասեք, այդ մյուսը կարակ ասեք, երբ որ ասում եք անբարոյական, Տիկին Փոստանջան, ես չգիտեմ ում մասին է խոսքը, բայց մի րոպե լսեք ինձ ուշադիր, եթե ուզում եք երբևէ խոսել այս ամբիոնից եւ ես ստիպված չլինեմ անընդհատ ձեր դեմ սանկցիա կիրառել, ինչպես ստիպված եմ եղել Տիկին Փոստանջան, հիմա քննարկվելու է մեջ օրակարգ բերված հարցը, Տիկին Փոստանջան, մանկապատանեկան խմբակը ոնց որ անցյալ անգամ փախուստի դիմեցի, նույն ձերի փախուստ է։ Տիկին Փոստանջան, մի հատ լսեք ինձ։ Քեզ է գիտեմ, քո վարքագիծն է գիտեմ, երկի ժամանակ ոնց էր այստեղ հայտնվել, դա էլ գիտեմ։ Դե մարդիկ կա, որ չեն իմանում ոչ պատմություն, ոչ քաղաքականություն, դա էլ գիտեմ։ Ասում են, որ անդիմություն է եղել է ինքը, չգիտեմ ով է եղել։ Այդ անդիմադիրը 6 ամիս Սերժ Սարգսյանի հետ ապրել է նույն տարածքում։ Այդ ձեր կոչեցյալ անդիմադիրը 2 անգամ էլ համաներվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Այդ ձեր վնգստացողների անդիմադիրը։ Հիմա հաջորդը, սրանից հետո քննարկվելու է տրանսպորտի հարցը, հարգելի երևանցիներ,